Բարև ձեզ, ես Ադամ Մանուկյանն եմ, ես այսօր պատմելու եմ իմ կարդացած գրքի մասին։ Իմ կարդացած գիրքը շատ հետաքրքիր էր և իմ կարդացած գիրքը մի երեխայի մասին էր։ Մի տղա է լինում, որ նա շատ էր սիրում ֆուտբոլ և խաղեր խաղալ, բայց մի օր ֆուտբոլ խաղալուց մեկ հատ շուն վազելով եկավ և նրա ընկերները, որ խաղում են ֆուտբոլ, վազում էին և նրա անունն էին ասում. Հայկ, զգուշ, շուն է գալիս, և նա բայց չէր կարողանում լսել, որտև նա մի բան չլսեց, և հետո Հայկը պտտվեց և տեսավ շանը, շունը նայեց ուղիղ աչքերի մեջ և հետադարձարեց և գնաց։ Հետո Հայկը սկսեց սիրել երգեր, երաժշտություններ և հետո գնաց երգերի մրցույթների և պարապմունքների, բայց նա չէր կարողանում լսել, ինչպես որ ես ասեցի, և դուք գիտեք, որ առանց լսելով դժվար է պարելը, բայց նրա համար հեշտ էր, և լիքը օրեր կային, որ մրցույթներին հաղթում էր և լինում էր առաջին տեղ, և մի օր այնքան մեծացավ և այնքան լավ պարեց, որ արդեն ինքը դարձավ մարզիչ, ամբողջ երեխաներին պարապեցրեց, մարզանքի հրավիրեց, որ նրանք էլ լավ պարեն, բայց դուք գիտեք, որ առանց լսելու շատ դժվար է երգի մարզիչ դառնալ կամ էլ երգի չեմպիոն, բայց նրա համար հեշտ էր։ Ես շատ սիրեցի այդ հեքիաթը, այդ հեքիաթում նա շատ լավ էր պարապեցնում, շատ լիքն էր պարապեցնում, շատ լավ էր պարում էջերի մեջ, ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր, շատ լավն էր, ամենալավ գրքերից էր, որ ես կարդացել եմ, ամենահետաքրքիր գրքերից էր, որ ես կարդացել էի, և ես ունեմ այդ գրքի նման գիրք էլի, ես կարող եմ բերել, բայց պետք է սպասել։ Այս է։ Չեմպիոնը։ Նայեք ավելի մոտիկից ինչքան մեդալ ունի։ Եվ այդ գրքի նման այդ գիրքն էր։ Ուղղակի կարծում եմ մի քիչ ավելի շատ էջերով։ Բարի օր։ Եվ չմոռանաք դուք էլ կարդաք և ունենաք այդպես գրքեր, և կարդալը լավ է, ձեզ շատ լիքը բաներ կարող եք սովորել, եթե դուք կարդաք, կարդալը լավ բան է, լավ։